Հայաստանի ֆինտեխ ոլորտի առաջատարի դրամն ու Չինաստանի ամենախոշոր վճարային հարթակներից Weixin Pay-ը նույն ինքը WeChat-ը մեկնարկում են եզակի ու սպասված համագործակցություն երկու երկրների քաղաքացիների համար հեշտացնելով վճարումների գործընթացը։ Համագործակցության առաջին փուլում մինչև այս ամսվա վերջ WeChat հավելվածի օգտատերերը կկարողանան հարթակի միջոցով արագ ու ապահով վճարումներ կատարել նաև Հայաստանի ավելի քան 26,000 վաճառակետերում, սկանավորելով իդրամի QR կոդը։ Առաջին վճարումը կատարված է։ Այս համագործակցությունը բարձրապես լոկ համագործակցություն չէ, այլ ռազմավարական կայել։ Չինական մեծ ընտանիքը, որ միանում է, մեծ բնականաբար իր արձագանքը պիտի ունենա այլ երկրներում, այլ վճարահաշվարկային գազམ་ագերբությունների համագարկի մոտ, որոնք պիտի ցանկություն հայտնեն նաև օրինակ եվրոպական գազམ་ագերբություններ ցանկություն հայտնեն նաև համագործակցել Հայաստանի վճարային համագարկի հետ։ Այս համագործակցությունը վկայում է, որ իդրամը ոչ միայն առաջատար է տեղական շուկայում, այլ նաև տարածաշրջանում ստեղծում է, ձևավորում է բաց, ինտեգրված և փոխշահավետ ֆինանսական էկոհամակարգ։ Համագործակցության երկրորդ փուլով ընդամենը 3 ամիս անց Չինաստանում հնարավոր կլինի վճարումներ կատարել իդրամի հավելվածով, սկանավորելով WeChat-ի QR կոդը։ WeChat-ով ամենօրյա վճարումներ է կատարում շուրջ 1,4 միլիարդ մարդ։ Այն Չինաստանի ամենախոշոր վճարային երկու հարթակներից մեկն է։ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որի հետ WeChat-ն այսպիսի համագործակցություն է սկսում։ Իդրամը տեղական շուկայում շատ ուժեղ դիրքեր ունի, բաց է համագործակցության համար և ունի հասուն ու կայացած վճարային տեխնոլոգիա։ Իդրամի լայն առևտրային ցանցի, փորձի և արդյունավետ աշխատանքի շնորհիվ է, որ այս համագործակցությունը հնարավոր դարձավ և լուծումը մեկնարկեց հարթ ու արագ։ Իդրամի արդեն պատրաստ տեխնոլոգիական ենթակառուցվածքը թույլ է տվել, որ հայկական ու չինական վճարային հարթակներն ընդամենը մի քանի ամսում կարողանան կյանքի կոչել վճարային այս լուծումը։ Այն կվերացնի նաև չինացի զբոսաշրջիկների համար Հայաստանում թվային վճարումներ կատարելու դժվարությունը, նպաստելով զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, որն արդեն դրական դինամիկա ունի։ Անցած տարի մենք ունեցել ենք 12,000 աճ Չինաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների և թիվը Չինաստանից եկած զբոսաշրջիկների հասել է շուրջ 45,000-ի։ Սա այն դեպքում և ունենք միայն մեկ ուղիղ չվերթ, բայց այս տարի լիահույս ենք, որ մենք կունենանք արդեն ուրիշ ուղիղ չվերթ, որը կլինի դեպի հենց զբոսաշրջային խոշոր քաղաքներ։ Իդրամում ասում են WeChat Pay-ի հետ համագործակցությունը հերթական անգամ հաստատում է իդրամի առաջատար ու նորարար դերը որպես ընկերություն, որը զարգացնում է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները, նպաստելով Հայաստանի ֆինտեխ ոլորտի միջազգային ինտեգրմանը։